Պապեմաշեի համար առաջինը զուգարանի թուղթը լցնում եմ մեծ տարայի մեջ, վրան ջուր եմ լցնում ու թողնում եմ 30 րոպե, որ փափկի ու առանձնանան թղթի հատիկները։ 30 րոպե հետո քամում եմ, հանում եմ մեջից ու էմուլսիա եմ ավելացնում, էմուլսիան շատ ենք ավելացնում, տագդա ուշաչորանում, քիչ ենք ավելացնում, շուտաչորանում։ Ավելացրած էմուլսիան թղթի հետ խառնում եմ, ստանում եմ մի մասը։ Հետո փչում եմ փուչիկը, ամրացնում եմ բանկայի վրա, որ իրան կարողանամ սեղանին դնեմ, աշխատելը հեշտ լինի։ Փուչիկի վրա հենց էմուլսիա եմ քսում, ավելի շատ հենց էմուլսիա, քան էմուլսիա ջուր։ Էմուլսիա ջուրով տարածում եմ իրան։ Մի շերտ եմ արել զուգարանի թուղթը, բայց ընթացքում հասկացա, որ 2-3 շերտի դեպքում ինքը ավելի ամուր է լինում, ինչի հաշվին հետո պապեմաշեն վրայից որ հավաքում ենք, ավելի հարթ է լինում, ամուր է լինում, ավելի հանգիստ ես կարողանում անել։ Ամեն շերտը անելուց հետո պարտադիր թողնում եմ չորանա, որ մյուսը ավելի հեշտ լինի վրան դնել, թե չէ այտենց ցեխի նման է լինելու, ինքը շատ ավելի երկար է չորանալու։ Ոնց ասեցի, առաջին շերտը ուղղակի զուգարանի թղթերն եմ դնում, երկրորդ շերտից արդեն սկսում եմ էմուլսիա թղթամասան ճպացնել փուչիկի վրա, թողնել չորանա, ինքը բավականին երկար է չորացել, մոտավորապես մի 2 օր։ Երկրորդ մասը, որ ստանամ զվիկ ֆորմա, արել էի փուչիկի սուր մասով, հետո այդ երկու կեսը կտրում եմ հավասար, իրար կպցնում եմ ինչ որ պրազրաչնի կլեյ էի գտել դրանով, ըստ ումա էմուլսիա վերլերիվ նորմալ կլինի։ Մի շերտել եմ պապեմաշե անում, հենց այդ հատվածում, որ բոլոր անհարթությունները դզեմ, անհարթությունները ավելի հարցարկելու համար, շատ տավտոլոգիա ստացվում, անհարթությունները շտկելու համար մի հատ էմուլսիա ջրով անցնում եմ ու տպացնում եմ ձեռքերով։ Վստահ չեմ, որ Անի նվեր մեջ կտեղավորվի, բայց շատ մեծ հույս ունեմ։ Բան եմ ուզում։ Բայց հետո բանը հա բանը դու ես գրել։ Հա, Kinder ինչ ես գրել։ աբմանկա։ Աբմանկա ալնի։ Աբմյանկա։ Բույաչի։ Ույս լավնա գույները եմ։ Այսինքն որ ես հարցրեցի իմացա։ Դա արդեն վերելի։ Գույները արդեն դուրս գացած։ Էսի լավն եմ։ Էսի բրիլոկ կանեմ։ Ես էսի բրիլոկ կանեմ, կկախեմ սումքիցս, որովհետև ես իմ վելին ափսոսում եմ, ասեցի, որ կորցնում։ Դեռ առանձին